Նույնիսկ նոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ընդդիմությունն ասում է հրապարակեք Key-West-ի փաստաթուղթը, նման փաստաթուղթ չկա, ինչ որ կա հայկական Բա որ նման փաստաթուղթ չկա, ինքը ինչ է ներկայացնում, ասում է սես բաներ պահանջել ներկայացնում։ Չէ, կա տենց փաստաթուղթ։ Թուղթա չէ դրվել, ժողովուրդ 2001 թվականին 5 օր Ֆլորիդայում երկու երկրների նախագահներ, արտգործնախարարներ, Քոլին Փաուելը ինչ են քննարկել։ Նախագահները գալիս հավաքվում են թուղթ քննարկվելու համար։ Այսինքն թուղթա դրված եղել սեղանին։ Երինքը դա կոչել է Key-West-ի թուղթ։ Հիմա ինքը ցույց է տալիս 99 թվականի ինչ որ մի բան։ Անոն ինչ ուզում եք դրեք, բառակույտ, հոդված, պամֆլետ։ Մասնակիցներից մեկը հրապարակի մեդիա մաքսում շարք Key-West-ի բանակցությունների Թող հրապարակի։ Երեք լեզվով եք որում, ոչ թե միայն հայերեն, որովհետև Թող մեկով հրապարակի, մնացածը կօգնեմ կթարգմանենք։ Իսկ այս բնօրինակ է պետք։ փաստաթղթ Բնօրինակ, այսինքն ինչ, տեքստ է, ինքը A4 ֆորմատ է։ Ինքը A4 ֆորմատի թուղթ է, ստորագրություն չկա, որովհետև չի եղել ստորագրություն։ Դե քոլին չնս։ Փաստաթղթը այս որտեղից Key-West-ը, որը տեղ է գտել ձեր օրիգինալը։ Իմ գրքում Key-West-ի օրիգինալ կա։ Լավ չեք կարդացել։ Ես բազմաթիվ, ես ասի լավ գաղափար եմ։ Այսինքն այս լինի կհրապարակեմ, բայց ես բազմաթիվ աղբյուրների հետ կարդացել, բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել։ Եվ ես ձեզ նշեցի Թոմաս Դևալ, Ֆիլիպ Ռեմլեր, Սաբինա Ֆրեյզեր։ Վկայություններ Key-West-ի բանակցությունների մասին։ Եվ նաև այլ վկայություններ։ Ախր իմ անձնական սեփականության մասին հարցին ես ինչի պետք է ձեզ պատասխանեմ։ Իսկ արդեն հրապարակված փաստաթղթերը ձեզ մոտ ինչ առաջացեցին, այսինքն որ բանակցությունները աղճատված են եղել, ինչ հասկացաք։ Որ ես կրկնում եմ, ես ասում եմ, ինչ որ հրապարակել է, ես գիտեի։ Բացառությամբ այդ 14, 15, 16 թվականի նամակագրության։ Սերժ Սարգսյանի նամակի, բայց տես մի նամակ ասում են իբրև թե եղել է նաև նորացված սկզբունքների ժամանակ, որի արդյունքում հետևանքով Մաչո Բրայզան գնա դուրս է եկել այդ կառույցից։ Ես ոչ, Մադրիդյան նորացված սկզբունքների վրա իդեպ հղում կա Լատվիայի երրակողմ հայտարարության մեջ։ Մի քիչ ավելի պրոադրբեջանականներ հայկական կողմի դիվանագիտության, դիվանագիտական ջանքերի շնորհիվ Բրայզան գնաց տուն, մյուս երկուսը նույնպես մի քիչ ավելի ուշ դուրս եկան Մինսկի խմբից, եւ մենք ունեցանք Կազանը, որը բավականին նպաստ փաստաթուղթ է, Ադրբեջանը դա սաբոտաժի ենթարկեց։ Ինքը էլի ոնց որ Key-West-ում վերջի պայն հրաժարվեց ստորագրել։ Հիմա այդ հարցը որ տալիս ասում է սեղանին թուղթ չի եղել, բա Ադրբեջանը վերջի պայն ի՞նչն հրաժարվեց ստորագրել։ Ակնհայտ է, որ եղել է թուղթ, եւ այդ թուղթը թող դնեն սեղանին։ Ասում է, եթե նախկինները ասում էին, որ ամեն ինչ լավ էր իրենց օրոք եւ այլն, ինչու իրենք չկայացրեցին հայամետ որոշում Արցախի հետ կապված հենց նոր ասած, ես բովանդակությունն եմ մեջ բերում։ Գրամիկան մի խոսք ուներ, ասում էր ավելի լավ է 100 տարի բանակցես, քան մի օր պատերազմես։ Այս աղետը եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Պարոն ձեր թույլտվությամբ մի հարցեր։ Բանակցային քրոնոլոգիան, որ աչքի առաջ անցկացնենք, տեսնենք, որ ինչպես քիչ առաջ նշեցի, ապակառուցողական դիրքերից մշտապես Ադրբեջանը հանդես եղել, կորվետահարելու բանակցային գործընթացը Կազան, հետո տեղի ունեցավ 14 թվականի ուղղաթյուրի խոցումը եւ այլն։ Հետո տեղի ունեցավ 2016 ապրիլյանը Սերժ Սարգսյանի նամակը հաջորդից հետո Սանկտ Պետերբուրգ, Վիեննա, պայմանավորվածությունը հետո Ժնևում հրաժարվեց եւ այլն։ Ինչ երաշխիք, պարոն Խաչատրյան, որ 2019-ի սեղանին դրված փաստաթուղթը Ադրբեջանը նույնպես չէր տորպեդահարելու, այսինքն մաքսիմալիստական նկատառումներով շարունակելու էր բանակցությունները ստանալ 5+2 այդ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերին ամուրի ներկայացուցիչների համար ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Մելիքադենյան երկու ասցեն։ Ես սիվիլնետում եմ կարդացել ձայնագրությունը։ Եվ ինքը ասում է, որ Պուտինը ասել է, որ դու դագավառասպասողն ես, այսինքն պայմանագրաունակ ես կամ պայմանավորվածություն գալու ունակ ես։ Ենթադրում եմ, որ եթե դու գաս պայմանավորվածության,
Ադրբեջանին ինչ որ մի ձևով կհամոզենք։ Դրանից բացի չմոռանանք, որ կար Ադրբեջանի պնդումները, որ փակ դռների հետևում իսկ պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ես չեմ համաձայնվի, բայց պարտադրանքը կա։ Ինքը ուրիշ բան էլ ասել իդե։ Դրանից հետո եղել է այդ 5 միլիարդի պատմությունը, լավ, որ ոչ թե Ղարաբաղի համար, այլ շրջակա տարածքների համար։ Այսինքն, այս դեպքում, եթե դու համաձայնվում ես, դիմացինը չի համաձայնում, միջնորդների ամբողջ ջանքերը գնում է դիմացինին համոզելու եւ դիմացինին զսպելու վրա։ Եվ դու ինքդ ես ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերում, ինչ պետք անեն միջնորդները։ Իրանցին ամենաշատները պետք է ամեն ինչ։ Քաղաքական շահարկ չկանգնալու ճշմարտությունը բացահայտելու վերջնական։ Ես կարծում եմ, որ դիմությունը բացահայտելու խնդիր չունի։ Հաստատքները Նիկոլ Փաշինյանի մոտ են։ Ինքն է այսօրվա վարչապետը, ինքը ունի այդ բոլոր թղթերը։ Ես ենթադրում եմ, որ Մինսկի խումբը այլևս լուծարվել է, այսինքն բոլոր գաղտնի թղթերը այլևս գաղտնազերծված փաստաթղթի կարգավիճակ ունեն, այնպես որ Աստված մեծ։